Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկում ենք հարց համար 29 Հյուս-Սարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ին գումար հատկացնելու մասին։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ։ Նախագծով նախատեսվում է կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 8.43 միլիարդ դրամի չափով, որից 8.4 միլիարդ դրամը նախատեսվում է ուղղել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, 22 միլիոն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով հողերի օտարման եւ տարաբնակեցման շրջանակներում ազդակիր հողամասերի տեղազնման գնահատման համար եւ 8.7 միլիոն դրամ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Հարգելի գործընկերներ, մենք հիմա այն իրավիճակում ենք, որ Հյուս-Սարավ նախագիծը մեր աչքի առաջ սկսում է բյուրեղանալ եւ ավելի շոշափելի դառնալ։ Եվ ես կուզենայի ուղղակի միջանկյալ նախ երևի ես չեմ հիշում այսպիսի դեպք, հույս ունեմ աչքով չենք տա, որ Ագարակ Քաջարան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպես տեմպ է ցույց տալիս, որը մեզ անծանոթ է։ Եվ էլ եմ ասում, հույս ունեմ, որ աչքով չենք տա կամ անեն չի, որ մի բան գլխի չենք ընկնում, բայց արդեն իսկ ընդ որում շինարարության տեմպերը այնքան լավ են, որ տարբեր տեղերից այդ արձագանքը լսում են, ովքեր, որովհետև մարդկանց աչքի առաջ սենց շինարարություն Հյուս-Սարավը սենց կենթանանում ծնվում է։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որն ուզում եմ նշել, փաստորեն Երևան ըստ էության Երևան-Գյումրի ճանապարհը, որը արդեն բյուրեղանում է, որ ես հասկանում եմ, որ դե ֆակտո մենք այս տարի կավարտենք, դե յուրե, այսինքն ոչ թե դե յուրե, այլ կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումով եւ այլն, Գառնանը Երևան-Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի, չնայած այսօր արդեն երթևեկության համար լիարժեք ինքը պատրաստ է, չնայած իմացա, որ որոշ հատվածներում, որ այս կահավորման եւ այլնի աշխատանքներ են արվում, որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Պարոն Խաչատրյան, ձեր գնահատականը ո՞նց է նախագծի իրականացման որ կետում ենք հիմա մենք գտնվում, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քանի որ սկզբից Երևան-Գյումրի հատվածը, որ արդեն ամբողջական ազդեցության դրա մասին Պարզաբանեմ ունեինք երկու հատված, որտեղ դեռ աշխատանքներ էին տարվում այս տարվա ընթացքում 34 կիլոմետրանոց ճանապարհահատվածը եւ 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, ուղղակի պարզ լինելու համար ասեմ, որ երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ եւ ընդամենը 3 միլիարդ դրամի կատարողական վճարումներ կան, որ ունենք անելու մինչեւ տարեվերջ, դրանով մեր հիմնական աշխատանքների մասով եւ ավարտը եւ վճարումները ամփոփած կլինենք։ Եկող տարվա ընթացքում իհարկե կարող են լինել անելիքներ թերությունների վերացման շրջանակներում, բայց դա արդեն մեր աչքի տեսանկյունից եւ օգտագործման տեսանկյունից որևէ սովորական պրակտիկա է, այսինքն դա կշարունակենք այդպես։ Եվ մյուս կարևոր կտորը, որի մասին այսօր խոսում ենք, սա Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածն է 32 կիլոմետր, ինչպես պարոն Սիմոնյանն արդեն նշեց, մեկնարկել են աշխատանքները անցյալ տարի, այս տարեվերջին մենք ունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ եւ դուք ճիշտ եք, որ աշխատանքներն առաջանցիկ են այն տեմպերի նկատմամբ, որ մենք նախապես գնահատել էինք, 10 միլիարդ դրամ ենք նախատեսել պետական բյուջեով, այստեղ իհարկե ֆինանսների նախարարության մեղքը կար, որովհետև սկզբից տկերը ներկայացել էր ավելի բարձր կանխատեսում, բայց ֆինանսների նախարարությունը անցյալի փորձը հաշվի առնելով չափավորել էր այդ ֆինանսավորման բաժինը, եւ մենք հիմա կանգնած ենք այն խնդրի առաջ, որ 8 միլիարդ դրամ պետք է ավելացնենք, որ այս տարվա համար կատարվող աշխատանքների նկատմամբ պարտք չմնանք։ Եվ այդ 70 միլիոն դոլարը ըստ էության կնշանակի, որ մենք այս տարեվերջին կատարած ենք լինելու ծրագրով նախատեսված բոլոր կառուցման աշխատանքների 30%-ը, որտեղ արժեքի տեսանկյունից
Այո, 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ Եվ քանի որ տեմպերը արագացող են եղել, ես հիմա գնահատական չեմ ուզում տալ, բայց հավանական է, որ 2017 թվականը այն տարին կլինի, որտեղ այս աշխատանքները առավելապես արդեն իրենց 27-ները ուսուցում խնդրում, հա։ Մեծ չափով ամփոփված կնեմ։ Պարոն վարչապետ, հիմա զուգահեռ աշխատանքներ են տարվում նախապատրաստական նաև Սիսիան քաջարան հատվածում։ Մենք այնտեղ ունենք երկու ճանապարհահատվածներ, որոնց արդեն պայմանագրերը ֆինանսավորման միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված են։ Նաև դրանք երկու Բարգուշատի թունելին մոտեցող երկու հատվածներն են։ Տեխնիկական վերահսկողության պայմանագրերի մրցույթները բացված են, մինչև տարեվերջ պետք է հայտարարենք նաև կառուցման աշխատանքների մրցույթները եւ մեջտեղի հատվածը, այսինքն մոտ 9 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման հետ կապված աշխատանքները, որոնք մեր նախարարությունը հիմա ֆրանսիական կողմի հետ է բանակցում, ստացել ենք նախնական առաջարկ եւ տեխնիկական եւ ֆինանսական առաջիկա 1 ամսվա ընթացքում պետք է նաեւ այդ աշխատանքները այդ առաջարկի վերաբերյալ մեր եզրակացությունը ձևավորենք եւ սա շատ կարեւոր է նաեւ, որ ազդակ լինի մյուս երկու հատվածների համար, որ կարող ենք այնտեղ նույնպես աշխատանքներն արագացնել, որովհետեւ ի վերջո այդ ճանապարհները միանալու են այդ թունելին։ Եվ պետք է սինխրոն անենք այդ ամենը, որ կարողանանք ավարտը, որ մոտ 7 տարվա հորիզոնում է նախատեսում ես բարդ եւ մեծ հատվածի իրագործվի եւ իհարկե դրանից ավելի առաջ ընկած կտորը արդեն քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածն է, որը միանալու է 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են հիմա ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ, մինչև տարեվերջ կունենանք նաև ընտրված կառուցող, որը կսկսի արդեն 2026 թվականին իրականում աշխատանքների իրականացման ընթացքը։ Շատ լավ, ըստ էության հիմա, ինչպես ասում են, վերջը երևում է, թե ինչպես ենք հասնելու ճանապարհի կառուցմանը եւ շատ լավ լուրեր ունենք։ Իհարկե, այստեղ սկզբունքային հարցը Բարգուշատի թունելի հարցում էլ արագ որոշում կայացնենք մեր անելիքների վերաբերյալ, որպեսզի արդեն անցնենք Սիսիանից Արտաշատ կտորի իրագործման աշխատանքներին եւ այնտեղ արդեն Գյումրիից Բավրա հատվածը Գյումրիից ինչ այդ կտորը ինչ վիճակում է։ Այդ կտորը կարծեմ նախագծերը նախնական կան, իհարկե մենք սովորաբար այդ նախնական նախագծերը երբ որ տանում ենք կառուցման, ունենում ենք այն տեսակ պայմանագրեր, որտեղ կառուցողը իրավունք ունի օպտիմիզացնել նախագիծը ծրագիրն իրականացնելու ընթացքում։ Նախագիծ ունենք, ընդ որում կա նաև առաջարկ, որ շուտ մեկնարկենք, բայց մենք ֆինանսական պլանավորման տեսանկյունից դեռ չենք շտապում, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Մեկ էլ պարոն Արուշանյան, չափել եք Գյումրիից ինչքանում եք հասնում Երևան։ Նոր ամբողջ ասֆալտապատա, չէ։ Ամբողջ ասֆալտապատը պարոն վարչապետ, մի հատված է մնացել այնտեղ, որ չեն տեղափոխվել երկու կողմանի ճանապարհի վրա, արագության սահմանափակումներ դեռ ցավոք կան, այդ սահմանափակումներով են սահմանափակումներ միշտ լինելու են։ Չէ, 70 կմ/ժ արագություն է, եթե 70 կիլոմետրով լավ, այսինքն ինչքանով ենք, բայց 70 կիլոմետր/ժ, եթե այնուամենայնիվ հասկանալի։ Մի ժամ, պարոն վարչապետ։ Բայց չեք ուզում ասեք, որ բան չլինի։ Չէ, մի ժամ, պարոն վարչապետ։ Ռեակցիա չտա, շատ լավ։ Մի ժամ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, Հյուս Սարաֆի հետ կապված, այո, մեր տրամադրությունը փոխվում է։ Ես ուզում եմ ընդգծել նաև, որովհետև դա շատ մեծ եւ կարևոր եւ թանկարժեք նախագիծ է եւ մենք հիմա էլ քանի միլիարդ դրամ ենք վերաբաշխում 8.4 միլիարդ դրամ վերաբաշխում ենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս տարի ինչպես այս տարի հատկապես մեր բյուջետային գործերն են լավ ընթանում եւ մենք արդեն բյուջեի կատարման տարեկան ծրագրի կատարման նկատմամբ ունենք դրական տրամադրվածություն, ճիշտ է, պարոն Հակոբյան, ինչ տեղեկատվություն կարող եք փոխանցել այդ առումով։ Պարոն վարչապետ, հոկտեմբերն էլ ենք արդեն ամփոփել, մոտ 14%-անոց աճ ունենք։ Բյուջեի եկամուտների։ Այո, հարկային եկամուտների եւ դուրքերի մասին է խոսքը, այսինքն այդ բարձր աճերը, երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում նաեւ հոկտեմբերին։ Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերը ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի
82%-ը վճարվել է, պետական բյուջեկան մուտք է եղել, այսինքն մեզ մնացել է 18%-ը ապահովել պետական բյուջեի մուտքեր հարկվճարողների հետ միասին։ Ուզում եմ առիթից օգտվել եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ ինչ այսօր խոսեցինք, դպրոց, մանկապարտեզ, գույք, ճանապարհ եւ այլն, ամբողջը նրանց կատարած վճարումների հաշվին է, ընդ որում ուզում եմ ասել, վարկային միջոցներն էլ են նույն տրամաբանության հետ, որովհետեւ այդ վարկերը սպասարկվում են, փակվում են, տոկոսները վճարվում են, այդ թվում քաղաքացիների վճարած հարկերից եւ ելի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի գնումներ անելիս չմոռանան ՀԴՄ կտրոնի մասին, որովհետեւ անկախ գործունեության տեսակից դա նույնպես կարևոր գործողություն է պետական բյուջեի եկամուտները գեներացնելու համար։ Եվ մինչև քվեարկության ասել, էլի ճանապարհային թեմային անդրադառնալով համոզված եմ տեղյակ հարգելի գործընկերներ, որ այսօր Հայաստան է մուտք գործել հացահատիկի առաջին շարժակազմը երկաթուղային Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջան, Վրաստան, Հայաստանի Հանրապետություն երթուղով եւ սա կարևոր ու պատմական իրադարձություն է, մենք այժմ սպասում ենք երկրորդ շարժակազմին Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստանի Հանրապետություն երթուղով եւ ուզում եմ ընդգծել, որ սա նաեւ կարևոր մի հանգրվան է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով եւս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առանց չափազանցության հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կորնիձոր ապահովել բեռնատարներ եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան Մարգարայից Կորնիձոր երթուղով մենք լիովին պատրաստ ենք եւ բառացիորեն ցանկացած հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին թե Կորնիձորի կողմից եւ թե Մարգարայի կողմից մենք պատրաստ ենք անցումը սպասարկել։ Այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարցը, հարց համար 29, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։